կերպված հանցախումբ, որի նպատակը երկրապահ կամավորականների միությանը եւ երկրապահի առաջնորդ գեներալ Մամբել Գրիգորյանին վարկաբեկելն է։ Ու հաշվի առնելով այն գործունեությունը, որ ծավալում է երկրապահը այս օրերին, այն առաքելությունը, որ իրականացնում է, այս հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Ուրեմն ապրիլի 2-ից հետո 20 ժամում մոբիլիզացվեց երկրապահը, հազարավոր երկրապահերներով հայտնվեցին առաջնագծում հայ դիրքապահի կողքին, ուրեմն անուրանալի ավանդ ունեցավ զորավարի կոչը եւ երկրապահների այնտեղ հայտնվելը, փառք մեր բանակին, փառք մեր 18-20 տարեկան զինծառայողներին, որ կարողացան ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման դեմը առնել, իրենք են սխրանքներ գործել, մենք փառաբանում ենք զինվորին, բայց եկեք իրականությունը չանտեսենք, եթե երկրապահ հասավ, համալրեցին ջոկերը, վաշտերը, դասակների կազմերը, բոլոր հենակետերը, այսօր երկրապահի շնորհիվ, Մամբել Գրիգորյանի շնորհիվ առաջնագծում սահմանային զորամասերում ամբողջ Արցախի երկայնքով չկա մի ջոկ, չկա մի դասակ, չկա մի վաշտ, չկա մի հենակետ, որտեղ մարդու պակաս կա, որքան մարդուց պետք է կանգնած անդեր։ Ուրեմն եկեք նաև հետևություն անենք, թե ում է ձեռնտու այդ հակաքարոզչությունը երկրապահի դեմ, ընդ որում հորինովի, ստահով դուրերով, զրպարտություններով, որոնք վճարովի գովազդի ձևով տարածվում են։ Նա տեսնում եք էլի բոլորը, որ վճարովի գովազդով այդ Բադասյան Վահանի հորինած սուտը տարածվում է։ Ու բանը, ուրեմն մարդը խոսում է, տեսախցիկների առաջ պատմա սենց եղավ բան, հետո երբ որ փաստերով, փաստարկներով նեղում են իրեն, ասում է, հա դե չէ, ես ներկա չեմ եղել, բայց իմ ընկերներին պատմել են, որ եղել է, հետո ինչ որ սուրիկ է հայտնվում, որը պարզվում է այդ հարցազրույց վերցրողն էր Վահանից, ինքն է ասել, Վահան, գիտես, այս բանը եղել, արի ես քեզ հարց տամ դու պատասխանի, այս սուրիկին էլ որ էլի նեղում են փաստերով, փաստերի դեմ բան չունի ասելու, ասում է, հա, այդ միջադեպը եղել պրծել էր, այդ զինվորները, որ իջնում էին, այդտեղ տեսա։ Մենք ունենք հարյուրավոր տեսագրություններ, զինվորների, զինծառայողների, սպաների, ովքեր ակնածանքով, հարգանքով են խոսում գեներալի մասին, երկրապահի մասին, ովքեր ասում են, որ եթե երկրապահ այնտեղ չներ, հնարավոր չէր լինի քառօրյա պատերազմը դադարեցնել։ Թուրքը չէր կանգնի, որովհետև բացեր կային։ Կամ մի հոգի, մի զինծառայող, որ հակառակը ասում է, կանգնի ասի, թե չէ իրանց անունից այս մարդիկ ու առավել մտահոգիչ այն, որ այսօր արդեն Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը, որ պատասխանատու մարդ է, ընկնում է սրանց խելքին, ասում է, ես տեղյակ չեմ ինչ ա եղել, բայց դատապարտում եմ։ Ասենք նրանք Վահանը, Սուրենը, հա, կարան խոսել, առանց փաստարկի խոսել, ինչ որ խնդիրներ ունեն լուծելու։ Դու վարչապետի մամուլի քարտուղար, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում այդ տղա։ Հա, էս մասով, ուրեմն ինչ վերաբերում է այդ Վահանի հայտարարությանը, թե Հադրութից հեռացրել են գեներալին։ Ուրեմն Արցախի հերոս գեներալ Մամբել Գրիգորյանը միշտ ընդեղ է, որտեղ ինքը ճիշտ է համարում, որտեղ որ պահանջում է հայ ազգի շահը, Հայաստան պետության եւ հայկական Արցախ պետության շահը։ Չկա այդպես մարդ աշխարհում, որ կարա որոշի, թե գեներալը որտեղ լինի։ Հադրութի վարչակազմին զանգեք, թե ոնց են լացել իր հետևից, որովհետեւ Հադրութի ժողովուրդը 89-94-ին տեսել է, որ եթե այդտեղ կանգնած է Մամբել Գրիգորյանը, ուրեմն անվտանգ է, իրանց սպառնալիք չկա։ Իր 13 տարեկան տղուն հետը տանում էր այնտեղ, որ Հադրութի ժողովուրդը հանգարց չթողնեն փախնեն։ Բայց անալիզ անելով սահմանային իրավիճակը, ինքը նպատակահարմար գտավ, որ այս պահին շտաբը, Արցախում գործող երկրապահի շտաբը լինի Արալեռում։ Ինքը, ուրեմն գեներալը ինքը միշտ ցանկացած պահի կարա որոշի, լինել Արալեռում, Հադրութում, Մարտակերտում, կարող է լինի Երևանում կամ Էջմիածնում, կարող է իրավիճակը այնպես փոխվի, ինքը լինի Տավուշում, լինի Վայոց ձորում, Նախիջևանի սահմանին։ Այս իմ ասածներն են, որ այս մարդկանց լրիվ խոսակցությունները առանց փաստի, առանց փաստարկի են, եւ որ խոսում ես դուրս է գալի, որ լակոտական բամբասանքներ են։ Հետո ասում են, չէ, մենք չենք եղել։ Վերջը ով ա եղել։ Հիմա ստեղ կան ականատեսներ այս միջադեպ կոչվածի։ Կպատմեն ոնց ա եղել, եթե մյուս կողմից, այսպես ասած, կան մարդիկ, որ իրոք տեղյակ են եղել, հրավիրեք այս ականատեսների հետ, մամուլի ակումբ կլինի, հեռուստաընկերության եթեր կլինի, թող բանավիճեն ամեն մեկը իրենը ասի։ Ստեղ կան, որ իրոք կենթանի եղել են այդ միջադեպ կոչվածի։ Ընտրեմ։ Դեպի